արձանագրելով Կարեն Բադարյանի թեման, ինչ է կարծում, ճնշումն է դրական նկատմամբ, որովհետև քաղաքում արդեն ակտիվորեն սկսել են հուսակցություններ տարածվել այդ մասին, որ օրենքով կողերից մեկի միջոցով են փորձել կարելի այսպես ասած կողանալ։ Ճնշել։ Իհարկե ճնշումներ եղել են, իհարկե հազար ու մի հարցեր եւ խնդիրներ են դրվել այդ տղայի առջեւ եւ ստիպված է եղել։ Ես ասում եմ, մենք շատ ընկերաբար ենք բաժանվել։ Երբ ասեց այդ առաջարկը, մենք մեծ ափսոսանք ապրեցինք ամբողջ թիմով։ Իսկ երկու օր հետո, երբ դիմումը տալուց հետո փոշմանելու մասին տեղեկացանք, զարմացանք եւ արդեն սկսեցինք հասկանալ, թե ինչ է կատարում։ Դե բնականաբար քաղաքը փոքր է, մենք եւս տեղեկատվությանը տիրապետում ենք, թե ինչպիսի ճնշումներ են կիրառել Կարեն Բադալյանի դեմ, իրականում շատ ամոթալի եւ շատ ցավալի է, որ փոքր քաղաքում փորձում են նման բաներ անել, փոքր քաղաքում փորձում են այդ գիծը պահել, որ մարդկանց, չգիտեմ, անձնական բնույթի խնդիրներ ստեղծել, ինչ որ հարցեր դնել նրանց առջև, որ մարդիկ վեր դասեն անկախ ամեն ինչից, շատ ցավալի է, որ այդ ամենը եւ այդ գիծը շարունակում է գործող իշխանությունը անել։ Իսկ օրենքով գողի պահար նման տեղեկություններ լսել։ Ես անձամբ ինքս չեմ լսել, այդ շատ մանրամասն չեմ տիրապետում այդ տեղեկատվությանը, բայց վստահ եմ մեր քաղաքական թիմի ղեկավարը շատ ավելի մանրամասն տեղեկատվություն է տիրապետում Կարեն Բադալյանի հետ կապված, շատ նուրբ թեմաների է տիրապետում, որոնց ինքը անձամբ եւ թիմի հետ չի կիսվում, պահում է որպես գաղտնիք։ Ասում են այս ծրագիրը շարունակվելու է։ Նման տեղեկատվություն եւս արտահոս կիրառել։ Որ կին ավականու անդամների խոսելու են կողանալ, մասին ինչ-որ լսել եք։ Էլի եմ շեշտում, որ սա նորմալ եւ բնականon ենք համարում, որ պիտի լիներ հետընտրական Գյումրիում, սպասելի էր, այնինչ եղավ մինչ ընտրությունները, ինչ արեցին մեր թիմի հետ, այդ բռնաճնշումները, ձերբակալությունները, մինչեւ այսօր մեր ավականու անդամներից մեկը այդ պրոբացիայի թերնոցով է, իսկ նախկին թեկնածուներից երկուսը եւս պրոբացիայի թերնոցներով են, երբեմն հումորով ենք վերաբերվում, որ մարզում էլ պրոբացիայի թերնոցներ չմնաց, բոլորը կիրառեցին, անկեղծ ենք ասում, գնում մեկ այլ մարդուց հանում էին, բերում էին մեր թիմի համար, մենք հումորով ենք վերաբերվում, շատ նորմալ ենք ընդունում այդ ամենը, գիտեք, քաղաքական ճանապարհ անցած թիմ է, սովոր եւ պատրաստ է եղել, հոգեբանորեն էլ ենք պատրաստ այդ ամենին, շարունակելու են, ես երեկ էլ ասեցի, հիմա էլ եմ ասում, այն ինչ որ երեկ մենք արեցինք խմբակցության անդամներով, իրավաբանական թիմով, լրատվամիջոցներով, որոնց ուզում եմ առանձնահատուկ շնորհակալություն հայտնել, որ ուշադրության կենտրոնում պահեցին այդ խնդիրը, որովհետև իրապես եթե այդ ճնշումները չլիներ, այդ աղմուկը չլիներ, ժամը 6-ին այդպես սուս, խելոք, հանգիստ, շատ նաիվ ձևով, շատ գեղեցիկ փաթեթավորված չէին ասի, որ մենք տրամադրված էին ձեր մանդատը ինչպես որ օրենքով փոխանցելու, իսկ եթե տրամադրված էիք, ապա ինչու այսքան ժամկետներ խախտեցիք եւ դուք ինքներդ շատ լավ գիտեիք, որ կոպտագույն օրենք էիք խախտում եւ եթե դիմեինք վարչական դատարան, ապա դուք պարտվելու էիք բնականաբար, եթե իհարկե ժողովրդավարական երկրում կհարգվեն օրենքները, սպասելի է, շարունակելի է եւ երեք ես ասացի, հիմա նորից շարունակեմ, որ այդ աղմուկը որ արվեց նաեւ մյուս խմբակցությունների համար լինելով օրինակ, որ սկսել են մեզանով, դե բնականաբար միշտ շարունակելու է, միշտ լինելու է այդպես, որ մեր քաղաքը խմբակցությունը լինելու է կիզակետում, լինելու է ուշադրության կենտրոնում, մենք դրանից ընդհանրապես չենք նեղվում, շնորհակալ ենք մեր PR-ը, մեր վարկանիշը անընդհատ պարբերաբար բարձր վարկանիշի վրա պահելու համար, մենք չենք խոսում, զբաղված ենք գործերով եւ այլն, մրցակիցները, նախկին մրցակիցներ կամ ներկա մրցակիցներն են պարբերաբար խոսում մեր մասին, այո, սպասելի է, որ լինելու է, մենք էլ ենք տիրապետում այդ տեղեկատվությանը, քաղաքը փոքր է, ինֆորմացիան շատ շուտ է մեզ հասնում, սպասելի է, որ մյուս խմբակցություններում, մյուս տեղերում եւս պիտի փորձեն ամեն գնով իշխանության ցկտելու է։ Փորձելու են այդ մի քանի մանդատով, որ պակաս է ընդդիմությունից, փորձելու են ձեռք բերել, փորձելու են, որովհետև մինչև հիմա, եթե հետևում եք իրենց խոսքի գծին, իրենց հրապարակային խոսքին, չեն հանդարտվել, չեն հանգստացել, չեն ընդունել ժողովրդի ընտրությունը, մինչև ընտրություններն ենք ասել, հիմա էլ շարունակել են, չկա որևէ կենտրոնական իշխանություն, որ հաշվի չնստի ժողովրդի ընտրության հետ։ Գյումրեցու ընտրությունը պետք
պետք է հարգվի, ով ուզում է լինի նախկին, ներկա, ապագա իշխանություն, ով ուզում է լինի, ով գալու է, ով գնալու է, ժողովրդի ընտրությունը, Գյումրեցու ընտրությունը, իսկ Գյումրեցու ընտրությունը ցույց տվեց, որ Գյումրեցին հավաքական ձևով ընդդիմության դաշտին տվեց մեծամասնությունը, դա պիտի ընդունեն եւ պիտի հաշտվեն այդ փաստի հետ, սա շատ կարեւոր է։ Նախկին ավականանիստների ժամանակ բավական սիրալիր էին, նրանց կոմպլիմենտներ էին անում, ահա։ Այո, հիմա սիրալիր լինելով ամեն դեպքում իշխանությունը փախցնում են։ Գալ աշխատանքներին սիրալիրություն ցույց տալ, ինչ որ ընկերաբար էմոցիաներ ցույց տալը եւս մեր թիմի համար սպասելի էր, մենք սպասում էինք, որ այնտեղ, չգիտեմ ինչ պիտի լինի, պիտի գան, պիտի աշխատեն, պիտի ներգրավեն, որովհետեւ այլ հնար եւ ճար չունեն, իրենք իրենց որակած այդ կրկեսը, որ մինչ իրենց գալը կրկես էին անվանում, էլի միկրոֆոն, ազատ միկրոֆոն չթողնելով փորձում էին ամեն առիթի խոսել, որ դա կրկեսը մենք չենք մասնակցի, մաս չենք կազմի, իրենք եկան, մասնակցեցին իրենց ասած այդ ճակերտավոր կրկեսին եւ ապահովում են այդ էմոցիաները, ապահովում են այդ հրապարակային գեղեցիկ կադրերը եւ այլն, գալու են աշխատելու են, ամեն բան նորմալ է լինելու, մենք եւս աշխատելու ենք, գնացել ենք շատ լավ աշխատելու տրամադրվածությամբ։ Ինչ է կապիտալը դեպքում հաջողությունը Մեզ հաջողվեց հետնաբեմում մեր ունեցած ուժով, մեր ունեցած փորձառությամբ, մեր ունեցած կամքով, գիտելիքներով, փորձառությամբ, մեր փաստաբանական թիմի պրոֆեսիոնալիզմով կարողացանք մեր մանդատը պահել մեզ։ Մյուս խմբակցությունները եւս պիտի կարողանան դա անել եւ ես կարծում եմ, որ կանեն։ Կփորձեն ամեն բան անել, որովհետեւ իրապես անգամ մեկ մանդատը շատ կարեւոր է եւ Գյումրեցու վստահության քվեն կարեւոր է եւ Գյումրեցին, որ շատ վստահությամբ ընդդիմությանը ձայն տվեց եւ ընդդիմությանը պատվիրակեց համայնքապետարան, բոլոր խմբակցությունները պետք է կարողանան դա պահել։ Ամեն ժամանակ փորձելու են դա անել, ինչ եղավ Բալասանյան խմբակցության հետ, ինչ տեղ ունեցավ բոլորիս աչքի առաջ է 2, թե 2.5, թե 3 տարի աշխատելուց հետո, երբ ամեն բան խաղաղ էր, հանգիստ էր եւ այլն, եւ միանգամից այլ սցենար, պլան B, պլան D, պլան C, ես կարծում եմ ԿՊ-ն ունի եւ շարունակելու է դա անել, բայց եթե քաղաքական թիմը ուժեղ է, հաստատակամ է, իր անելիքը գիտի պայքարի ձևերը, ունի պրոֆեսիոնալ թիմ, հաստատ նրանց չի հաջողվելու։